Երեք խիզախ այծիկները Եվրոպական հեքիաթ Լեռան ստորոտում արագընթաց գետի ափին երեք եղբայր այծեր էին ապրում։ Մեկը շատ փոքրիկ էր, մյուսը միջին չափի, իսկ երրորդը մի հսկա։ Նրանց երեք խիզախ այծիկներ էին անվանում։ Ամեն օր խիզախ այծիկները արածում էին գետափի հյութեղ կանաչ խոտը և շատ գոհ էին։ Բայց մի օր նրանք որոշեցին անցնել գետը և փորձել մյուս ափի խոտը։ Գուցե այն ավելի կանաչ ու հյութեղ է։ Իրականում խոտը ոչ ավելի կանաչ էր, ոչ էլ ավելի հյութեղ։ Ուղղակի այծիկները փոփոխության կարիք էին զգում։ Նախ նրանք որոշեցին արագընթաց գետն անցնելու ճանապարհ գտնել։ Նրանք երկար ճանապարհ կտրեցին հոսանքն ի վեր, մինչև հասան մի փոքրիկ փայտե կամրջի։ Կանաչ հյութեղ խոտը կուշտ ուտելուց հետո եղբայր այծիկները որոշեցին սպասել մինչև հաջորդ առավոտ և հետո միայն անցնել գետը փոքրիկ կամրջով։ Այստեղ նրանք պառկեցին գիշերելու։ Բայց երեք խիզախ այծիկները չգիտեին, որ այդ փոքրիկ փայտե կամրջի տակ մի չար ու նենգ թզուկ է ապրում։ Թզուկը առավ այծիկների հոտն ու մտածեց, որ նրանք իր համար հրաշալի նախաճաշ կարող են դառնալ։ Հաջորդ առավոտյան, մինչև երեք խիզախ այծիկները վայելում էին հյութեղ կանաչ խոտը, չար թզուկը թաքնվեց փոքրիկ փայտե կամրջի տակ։ Այս փոքրիկ փայտե կամուրջը ապահով չի թվում, ասաց ամենափոքր այծիկը, առաջինը ես կգնամ։ Այսպես ասաց այծիկն ու սկսեց զգուշորեն առաջանալ կամրջով։ Բայց երբ նա ընդամենը կես ճանապարհին էր, նենգ ու չար թզուկը դուրս ցատկեց իր թաքստոցից։ Այս ո՞վ է անցնում իմ կամրջով, մռնչաց նա։ Հիմա կուլ կտամ քեզ։ Բայց ամենափոքր այծիկը պատրաստ չէր թզուկի բաժին դառնալու, ուստի նա խիզախորեն ասաց նենգ ու չար թզուկին. Դու չես ուզում ուտել ինձպես նիհար ու ոսկրոտ մեկին, այնպես չէ՞։ Ավելի լավ է սպասես եղբորս, նա շատ ավելի մեծ է։ Ամենափոքր այծիկը ցատկոտելով անցավ կամուրջն ու հասավ մյուս ափը։ Այժմ միջին չափի այծիկը սկսեց անցնել փոքրիկ փայտե կամրջով և դարձյալ կես ճանապարհին էր, երբ նենգ ու չար թզուկը մռնչաց նրա վրա. Այս ո՞վ է անցնում իմ կամրջով, հիմա կուլ կտամ քեզ։ Բայց միջնեկ այծիկը ևս պատրաստ չէր թզուկի բաժին դառնալու և խիզախորեն ասաց նենգ ու չար թզուկին. Դու չես ուզում ուտել ինձպես նիհար ու ոսկրոտ մեկին, այնպես չէ։ Ավելի լավ է սպասես եղբորս, նա էլ ավելի մեծ է։ Միջնեկ այծիկը ևս ցատկոտելով անցավ կամուրջն ու հասավ մյուս ափը։ Այժմ հսկա այծիկի հերթն էր, որն այդ ընթացքում հետևում էր կատարվածին։ Նա ինքն իրեն ժպտաց ու սկսեց անցնել փոքրիկ փայտե կամրջով։ Նենգ ու չար թզուկը ավելի էր զայրացել, քաղցած ժամանակ նա շատ ավելի նենգ ու չար էր։ Նա չէր էլ մտածում թաքնվելու մասին, համարձակ կանգնել էր կամրջի մեջտեղում և նայում էր ուղիղ դեպի իր կողմը եկող հսկա այծիկին։ Այս ո՞վ է անցնում իմ կամրջով, մռնչաց թզուկը։ Հիմա կուլ կտամ քեզ։ Ոչ, դու ինձ կուլ չես տա, ասաց հսկա այծիկն ու իր մեծ պոզերով այնպես հարվածեց նենգ ու չար թզուկին, որ սա ընկավ արագընթաց գետի մեջ։ Ջուրը նրան այնքան արագ տարավ, որ թզուկն այլևս չերևաց։ Երեք խիզախ այծիկները երկար ու երջանիկ ապրեցին միասին։ Նրանք ուտում էին գետափի հյութեղ կանաչ խոտը ու անցնում արագընթաց գետը, երբ կամենում էին։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ։ Բաժանորդագրվեք Արի Լուսի YouTube ալիքին։ Կհանդիպենք։